Տեր Հիսուսով մեր ողջուններն ենք հղում ձեզ, սիրելի հեռուստադիտող բարեկամներ, հայտնությունը եթերում է։ Այսօր մի նյութ ենք պատրաստել ձեզ համար, վերնագիրը կարող է մի փոքր տարօրինակ հնչել, հպարտություն։ Աշխարհի մեջ տարածված մի բան կա, աշխարհի մեջ հպարտ լինելը կարծես թե բարձր լինել է նշանակում։ Եվ գիտենք, մարդիկ հպարտանում են երբ որ գեղեցկություն ունեն, երիտասարդ են, ուսում ունեն, բիզնեսի մեջ առաջացել են, ամուսնական կյանքում հաջողություններ ունեն, իրենց ուսման բնագավառում առաջացած են եւ մարդու մեջ ինքնըստինքյան այդ հպարտությունը առաջանում է։ Քանի որ հպարտության սերմը ամեն մարդու մեջ կա դրված եւ հպարտության հայրը հանդիսանում է սատանան։ Առաջի անգամ նա էր, որ իր սրտի մեջ հպարտացավ եւ այդ մեղքը, ինչպես նաեւ մեղքի ամբողջ այդ կապոցը մարդկության սրտի մեջ դրվեց։ Եզեկիելի մարգարեության 28-րդ գլխի մեջ մենք կարդում ենք հետևյալ տողերը, Աստված խոսում է սատանայի մասին ասելով. Քո գեղեցկությանդ համար սիրտդ հպարտացավ, քու վայելչությունդ պատճառով քու իմաստությունդ ապականեցիր։ Ես էլ գետինը նետեցի քեզ թագավորների առջև դրի ազդարարության համար։ Սատանան հպարտացավ, ամենակալ Տեր Աստծու առջև իր սրտի մեջ այդ հպարտությունը եղավ, որ իր աթոռը Աստծու աթոռից վեր դնի ու պաշտվի, եւ Աստված էլ այս հպարտության համար նրան պատժեց, Աստծու ներկայությունից նա վտարվեց։ Սակայն սատանան այդ մեծ ախոյանը, այդ բանսարկու անօրենը մարդ արարածին խաբեց եւ բոլոր մեղքերը մարդու մեջ եկան, այդ թվում նաեւ հպարտությունը։ Սա շատ վտանգավոր մի մեղք է, որ մարդկության մեջ գոյություն ունի։ Այսօր սիրելիներ, վայք եղբոր հետ միասին պիտի խոսենք հպարտության մասին, նրա հետևանքների մասին, ինչ է ասում Աստված հպարտության մասին եւ ինչպես կարելի է նրանից հեռանալ, նրա հակադիրը, խոնարհության, հեզության մասին։ Խնդրեմ, խոսենք այդ մասին։ Հպարտությունը նախնական մեղքի արմատն է։ Եվ ինչպես դուք հիշեցիք Եզեկիելի մարգարեության 28-րդ գլխի մեջ սատանան արդեն իսկ այդ հպարտությունը իր գագաթնակետին հասցնելով իր կործանումը իր գլխին բերավ։ Այո։ Դրա համար Աստծո խոսքը շատ ցցուն եւ հստակ կերպով ասում է Արաքացի մեջ, թե կոտորածից առաջ մարդու սիրտը հպարտանում է եւ բայց փառքի առաջից խոնարհություն է գնում։ Ուրեմն հպարտությունը սերներ այդ գոռոզությունն է, այդ բարձրամտությունն է, ինքնահավանությունը, որ մարդուս ուրիշ տեղ չի տանում բացի կորուստ։ Եվ Աստծո խոսքը մեզ դրանից շատ անգամներ զգուշացնում է, որ մենք զգուշ լինենք, որ բարձրամիտ չլինենք, որ հպարտ ու գոռոզ չլինենք։ Մեղքի բոլոր արմատը, բոլոր սերմը, ինչպես ասեցիք, գտնվում է այս գոռոզ զգացման մեջ։ Եվ սատանան շատ այս վերջի ժամանակներում վարպետ կերպերով հպարտությունը բերում է եւ շատ առանց գիտակցելու մարդկանց խաբելով տանում է այն տեղերը, որտեղ շատ հավանական է մարդս դրանցով հպարտանա։ Օրինակի համար լավ բան է ուսում ստանալ, հաճելի է գեղեցկություն ունենալ, շատ վայելուչ է լավ ընտանիք ունենալ։ Չեմ կարծում որևէ մեկը վատը կա լավ դրամ կամ դեմ կլինի այդ բանը։ Այո, կամ դեմ կենա լավ շատ դրամ ունենալ եւ փառավոր շքեղ եւ լավ բարեկեցիկ կյանք ապրել։ Սրանք վատ բաներ չեն, Աստծո բարիքներն են, բայց սատանան մարդու սրտի տկարությունը իմանալով այսպիսի բարիքները հպարտության ծուղակ է դարձնում։ Եվ այս ծուղակի մեջ շատերն ընկնելով կարծում են, թե եթե ես հարստանամ, եթե ես գեղեցիկ լինեմ, եթե ես լավ ուսումներ ունենամ, ուրեմն ես կարող եմ տիրապետել։ Այդ տիրապետության, այդ ղեկավարության, ուրիշին քո
տիրապետության տակ ենթակա դարձնելն է, որ Աստված դրան չի հաճում։ Մենք ուրիշին ենթակա չենք։ Մենք Տիրոջը ենթակա ենք։ Այո։ Մարդ արարածս մարդուն ենթակա չի իր բնությամբ եւ ստեղծագործությամբ։ Մարդ արարածս ոչ էլ սատանային ենթակա է։ Մարդ արարածս ենթակա է միմիայն իր ստեղծիչ Աստծուն։ Եվ երբ որ մենք մեր ենթակայությունը Աստծուց փոխում ենք եւ դնում ենք ուրիշ բանի տակ, Աստվածաշունչը դրան կռապաշտություն է համարում։ Դրան պոռնկություն է համարում։ Աստված Իսրայելին ազգին ասաց. «Դուք ինձի մոռացաք, դուք իմ ենթակայությունից դուրս գնացիք»։ Եվ ինչու, որովհետև իրենք հպարտացան, իրենք կորան այդ իրենց հպարտության մեջ։ Ուրեմն Սուրբ Գրքի մեջ շատ համարներ ունենք, որ մեզի ուսուցանում է հպարտության մասին։ Մի քիչ առաջ երբ հիշեցիք սատանայի հնարքը, առաջի Հովանու մեջ կարդում ենք, որ 3 բաներ կան, որով մենք կարող ենք իմանալ, թե մարդուս մեջ ինչպիսի սեր կա։ Աստծո խոսքն ասում է՝ մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ է, քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, այս 3 բանն է՝ բովանդակությունը, մարմնի ցանկությունը, աչքի ցանկությունը եւ այս կյանքի անպարտավանությունը, հպարտությունը, կոռոզությունը, անպարեշտությունը։ Այս անպարտավանությունը անգլերենի մեջ թարգմանված է ճիշտ գոռոզություն, հպարտություն։ Ուրեմն Աստծո խոսքն ասում է, թե այս 3-ը հորիցը չի, այսինքն Աստծուց չի գալիս, ապա այս աշխարհից աշխարհ անվանելով նկատի ունենք այնինչ որ հակա աստվածային է, որ է սատանայական։ Կամ այս կյանքի կենցաղավարությունից, այս կյանքի ապրելաձևից։ Ոչ թե հաճախ երբ որ աշխարհ ասում ենք, մարդիկ հասկանում են սարերը, ձորերը, անտառները։ Աշխարհ ասելով բնություն չենք հասկանում, ոչ էլ կենտանական կամ կենտապանական, մարդկային, բուսականական աշխարհ, ոչ։ Աշխարհ ասելով այնինչ որ աստվածային չէ, հակա աստվածային է, հակա բարին է, ինչ որ բարոյական չէ, անբարոյ է եւ այլ։ Ուրեմն անպարտավանությունը ասում է թե Աստծուց չէ։ Ապա որտեղից է անպարտավանությունը։ Սատանայից է, մեղքից է, գոռոզությունը։ Հիմա նայենք թե սա գոռոզությունը ինչ բաներ է գործում։ Այո։ Գոռոզությունը Աստծո խոսքը մեզ ասում է թե վերջի վերջո կործանում է գործում։ Մեզ առաջնորդում է կործանման։ Իր ընթացքի մեջ կարելի է այդպես չթվի, որովհետև այն բաները, որ մեզ կարելի է գոռոզացնեն, լավ բաներ են դրսերևույթապես լավ են։ Որովհետև աշխարհի մեջ այսպիսի մտայնություն կա։ Եթե մեկը ուրիշներից բարձր է, դա արդեն համարվում է մի ինչ-որտեղ հասած վիճակ։ Սա արդեն դիրք է, մյուսների նման չէ, եւ մարդը իր անձի դեմ չէ, որ հպարտանում է ուրիշների դեմ։ Ես քեզնից ավելի լավն եմ, ես քեզնից ավելի խելացի եմ, ավելի գեղեցիկ եմ, ավելի հաջողակ եմ, ամեն բանի կարող եմ։ Այս ամեն բաները մարդու սրտի մեջ այդ հպարտության սերմ աճեցնում են, եւ մարդը կարծում է, որ այս ճանապարհն է իսկական ճշմարիտը, որովհետեւ այդպիսի մարդկանց հետևողներ ավելի շատանում են, նրանց շրջապատը, ընկերական շրջապատը սկսում է մեծանալ, որովհետեւ մարդը դիրք ունի աշխարհի մեջ։ Դժբախտաբար մարդս արժեքավորում է այն բաները, որոնք այդպիսի գոռոզության պատճառ են դառնում։ Աստծո խոսքը մեզի զգուշացնում է, որ թեև Տերը մեզ կարելի է բարիքներ տալ, թեև մենք կարելի է դիրքի հասնենք, կարելի է արժեքներ ունենանք, բայց հպարտությունը մեզ տանում է այնտեղ, ուր մենք սխալմամբ կարծում ենք, թե այդ դիրքը, այդ պաշտոնը, այդ առավելությունը, ինչ որ է այն արժեքը, որին տիրացել ենք, դա մեր բազուկի շնորհիվ է, որ ունենք։ Դա միայն մեր աշխատանքի արդյունքն է եւ ուրիշ ոչինչ, բայց այդպես չի։ Որովհետեւ գեղեցկություն Աստծո խոսքը ասում է անցողիկ է, խոտի նման է, շատ գեղեցիկ անձնավորություններ, որոնք իրենց երիտասարդության ժամանակ փայլել են, իրենց խորը ծերության մեջ արդեն թորոմած վիճակի մեջ են, ուրեմն ինչ եղավ, գեղեցկությունը անցավ։ Շատ հարուստ մարդիկ եւ բոլոր հարուստ մարդիկ եւ ընդհանրապես բոլոր մարդկությունը այս աշխարհից ինչ են տարել։
այդպես ժողովրդական խոսք կա 4 տախտակ Այո։ իրենց հետ։ Այս աշխարհ Աստծո խոսքը ասում է մերկ եկել ենք, մերկ էլ պիտի գնանք։ Այո, կյանքի մեջ մեծ դիրքերի ես հասել։ Այս աշխարհի գնալուց հետո այն մնաց, չմնաց, ինչ կարևոր է։ Ինչ կարևոր։ Ուրեմն տեսնում եք, որ այդ ամենը, ինչպես ժողովողին են ասում, ունայնություն է ամեն բան այս արևիտան։ Ուրեմն կորոզության արմատը գալիս է այն տեղից, ուր մարդը կարծում է, թե իր ձեռքով է շինում իր անձը, իր անձի շուրջ եղած արժեքները, իր պատիվը, դիրքը, ունեցվածքը, ստացվածքը եւ այլն։ Բայց նայեցեք Աստծո խոսքը ինչպես է մեզ սովորեցնում։ Սաղմոս 127-ի մեջ կարդում ենք, եթե Տերը չշինե տունը, զուր են աշխատում նրա շինողները։ Եթե Տերը չպահպանե քաղաքը, զուր տեղ են հսկում պահապանները։ Պարապան է մեզ համար կանուխ ելել եւ ուշ հանգչիլը ու ցավով հաց ուտելը արտարև նա իր սիրելիին քուն կտա։ Մեր ճանաչումը, Աստվածաճանաչումն է կարևորը, որ մենք մեր նվաճումների մեջ, մեր ուսումնական, դաստիարակչական, ընտանեկան, անձնական, նյութական որևէ մարզի նվաճումների մեջ ճանաչենք, թե այս առավելությունը, այս գեղեցկությունը, այս արժեքը, այս դիրքը, պաշտոնը, ունեցվածքը, ստացվածքը տրվում է մեզ Աստվածանից։ Սա իր մեջ ընդգրկում է այն նախայընթայական հավատամքը, որ Աստված կա, որ Աստված տիրում է ամեն բանի վրա եւ Աստված Տերն ու Տիրականն է, ոչ թե միայն աշխարհի բնության, ստեղծագործության, այլ իմ կյանքիս, իմ անձիս, իմ ընտանիքիս, իմ ունեցվածքիս, իմ բոլոր արժեքներից եւ ինչ որ եմ եւ ունեմ, Տիրոջը շնորհքն է։ Եթե այդպես մենք մոտենանք, Տիրոջը խոսքի ապահովության տակ կբնակվենք եւ գոռոզությունը մեզի շատ վնաս չի տալ։ Աստծո խոսքի մեջ օրինակներ կան տրված, երբ որ մարդիկ, մանավանդ թագավորներ հպարտացան եւ այդ հպարտությունը իրենց կործանման տարավ։ Բաբելոնի թագավորը կար Նաբուգոդոնոսոր անունով, մեծ հաջողությունների հասավ, կարողացավ քաղդիացիներին եւ շրջակա ազգերին իրեն ենթակացնել, հետեւաբար ինքը դարձավ վեհանց մեկը, ինքը ամեն բան կարող է, բոլորը իրեն ենթակա են։ Եվ ահա տեսեք թե ինչ ասում, Դանիելի 4 գլխի մեջ են կարդում։ Թագավորը խոսեց եւ ասավ, Նաբուգոդոնոսորն է ասում. Այս չէ այն մեծ Բաբելոնը, որ ես իմ զորությունովս, իմ կարողությունովս, իմ մեծությանս փառքի համար թագավորության տուն շինեցի։ Եվ դեռ խոսքը թագավորի բերաններ երկնքի ձայնը եկավ, ասելով որ քեզ կասվի ով Նաբուգոդոնոսոր թագավոր, թագավորությունդ քեզանից գնաց։ Դու որ հպարտանում ես, որ քո զորությամբ այս Բաբելոնը կառուցեցիր, ժամանակին ուրիշ մեկը կար կառուցող Նեբրովտ անունով։ Այո։ Մեծ աշտարակ էր կառուցում, որպեսզի Աստծո դեմ պայքար եւ Աստված քանդեց։ Նաբուգոդոնոսորի թագավորությունն էլ քանդվեց։ Եվ Աստված նրան դաշտի անասունների պես սարքեց, որ խոտ էր ուտում։ Ի վերջո մենք կարդում ենք, որ Նաբուգոդոնոսորը զեղչի եկավ եւ ապաշխարեց եւ ապաշխարության աղոթքը, որ նայե միմիայն Տերը եւ Աստվածը, բայց ինչ եղավ, ինքը մի մեծ դաս քաղեց դրանից։ Այո։ Նրան հաջորդեց Բաղդասար թագավորը։ Նա իր հորից դաշ չառավ։ Իր սրտի մեջ նորից հպարտացավ եւ երբ որ կոչունք էր անում եւ մանավանդ Երուսաղեմի տաճարից բերված սպասքներն էր գործածում ոսկյա եւ արծաթյա իր զվարճանալու համար, հանկարծ այդ պատի վրա գրվեց հետեւյալը. Մանե թեկեղու Փարսին, քո թագավորությունը կշռվեց եւ պակաս գտնվեցիր, քո ձեռքից էլ վերցվեց, նա էլ այդպես կործանման հասավ։ Հպարտությունը երբեք մարդուն թեև տեսանել է հաջողությունների տանի, ի վերջո վերջնական կործանում է տանում, այո։ Աստծո խոսքը Մարգարեի բերնով ասում է, թե մարդու ամբարտավան աչքերը պիտի խոնարհվեն։ Եվ մարդկանց հպարտությունը պիտի ցածնա, ու այն օրը միայն Տերը պիտի բարձրանա։ Այո։ Երբ որ մարդուս կյանքի մեջ Տերը չի բարձրանում, մարդն է բարձրանում, տվյալներն են բարձրանում,
հպարտությունը տեղ է գտնում, բայց Աստծո խոսքը մեզ վստահեցնում է, որ այդպիսի անպարտավանությունը մի օրից մի օր ինչ կլինի, կցածնա եւ իր տեղը կգտնի, որովհետեւ զորած Տերոջ օրը ամեն անպարտավանները ու բարձամիտների վրա եւ ամեն հպարտացածների վրա պիտի լինի ու նրանք պիտի խոնարհին։ Սա Աստծո խոսքն է, սիրելիներ, եւ երբ Աստված մի բան ասի, Աստված կկատարի։ Կարելի է որ երկար ժամանակ տևի։ Անկամ մարդու կյանքի ընթացքում կարող է այն չիրականանա։ Այո։ Բայց մի օր կա, որ ամեն անց Տիրոջ առջև պիտի կանգնի։ Ճիշտ է։ Այն ժամանակ տեսանելի պիտի լինի։ Հայտնի մարդասպան ոչռագործ Հիտլերը փորձեց ամբողջ աշխարհին տիրել։ Եվ այդ իր սրտի մեջ եղած բանը իրագործելու համար միլիոնավոր մարդկանց գլուխ կերավ։ Անփառունակ ձևով էլ մեռավ, եւ հիմա իր ամոթը դժոխքի մեջ կրում է, սпасելով այն օրվան, երբ որ դատաստանի պիտի կանգնի։ Բայց իր կյանքի օրերի մեջ որքան հպարտություն, որքան անբարտավանություն, ինքնա մեծարում եւ ամենակարողություն, սակայն կործանումը հանկարծակի պիտի կա։ Աստծո խոսքը միշտ ճիշտ է եւ ի վերջո իր ճիշտ հանգրվանին կհասցնի այնինչ որ խոստանում է մեզ։ Մեզ է մնում միայն հավատալ եւ գործի դնել։ Աստված ասում է Առաջի Պետրոս 5:5-ի մեջ, որ հպարտներին հակառակ է կանգնում։ Աստված հպարտներին արդյոք մարդ դու կարող ես Աստծո հակառակ կանգնել կամ Աստված քեզ հակառակ կանգնել քո հպարտությանդ եւ դու վերջի վերջո հաղթական դուրս գալ։ Երբ է մարդս արարածը արարիչի առջև դեմ դիմաց հակառակ կանգնել եւ արարիչին հաղթել, երբեք կավլիցի։ Դա այդպես բան չի կարող։ Այո, այսպիսի համատություն, որ Աստծո խոսքի մեջ էլ կա գրված, որ կավը կարող է արդյոք բրուտի դեմ պարծենալ։ Այո։ Չէ՞ որ բրուտն է այդ կավի ձևում ամաններ, տարբեր տեսք է տալիս, ձև է տալիս, եւ այդ ամանը, այդ ասենք կուժը կամ որևէ մի բան հպարտանա բրուտի դեմ, որ ես ինքս ինձ ստեղծեցի, ես տես ինչ գեղեցիկ եմ, ինչ լավն եմ։ Չէ՞ որ այդ բրուտի մտքի արտացոլումներ, այդ բրուտի ցանկությունն էր այն պատրաստելու համար։ Այնպես էլ Աստված մարդ արարածին ստեղծեց մասնավորաբար Աստված ճանաչության համար։ Եթե մարդը Աստծուն ճանաչի, հպարտության սերմը չպիտի աճի նրա մեջ։ Այո, այդ սերմը մինչև մեր կյանքի վերջ մնում է որպես ադամական բնություն ունեցող մարդ, սակայն այն չպիտի դրսևորվի մեր կյանքերի մեջ։ Մի քիչ հետո երբ խոսենք հպարտության դեմ եղած դեղը, այո, եւ դրա մասին երբ անդրադառնանք, պիտի տեսնենք թե ինչպես կարելի է հպարտության դեմ կենալ։ Ինչն է Աստծո խոսքը մեզ տալիս, որ մենք կարողանանք այդ հպարտության առաջ կառնենք, որպեսզի մեր կյանքին վնաս չտա։ Վայ եղբայր ասած այդ մի քիչ հետոին հասնելու համար հիմա կարճ դադար առնենք, մի հոգևոր երգ լսենք մեր սիրելի հեռուստադիտողների հետ միասին, որից հետո շարունակենք։ Շատ բարի։ Եկել է հոգսերս վերցրու արտասվող աչքերս չորացրու անգացիս քո խաչին բարձրացրու մեռածեմ նոր կյանքով ապրեցրու խոստումի համաձայն քեզ եկա Սուրբ խաչիդ հովանու տակ մտա Ներիր ինձ, սիրիր ինձ ու գտա Անգացիս, մեռացիս, ողորմյա Անգացիս, մեռացիս, ողորմյա
գենարա արյունը ծողեցրու նորոքի հոգինի ու լցրու մեղքերս ինձանից հեռահացրու կորցրու անձհին մոռացրու խոստումի համաձայն քեզ եկա սուրբ խաչիդ հովանու տակ մտա ներիր ինձ սիրիր ինձ ու գտա առանց քեզ Տեր Հիսուս կյանք չկա եկել է հոգսերս վերցրու արտասվող աչքերս չորացրու ընկածիս քո խաչին բարձրացրու մեռացել նոր կյանքով ապրեցրու խոստումիդ համաձայն քեզ եկա սուրբ խաչիդ հովանու տակ մտա ներիր ինձ սիրիր ինձ ու գտա առանց քեզ Տեր Հիսուս կյանք չկա Սիրելիներ, շարունակում ենք մեր հաղորդումը, վայ եղբոր հետ միասին հպարտության մասն ենք խոսում։ Ինչ կործանարար մի հատկություն, մի մեղք մարդու մեջ գտնվող, որ մարդը ժառանգաբար ստացավ առաջի ստեղծվածներից, նրանք էլ այն ժառանգեցին, որովհետև Աստծուն անհնազանդ գտնվեցին, սատանան կարողացավ խաբել։ Եվ մենք սկզբում խոսեցինք, որ առաջի հպարտացողը սատանան եղավ, որ երկնքի մեջ իր ստեղծիչ Աստծո դեմ հպարտացավ, նա որ մի ծածկող քերովբեր եւ ամեն օր հրեշտակներին պաշտամունքի կտաներ ամենակալ Տեր Աստծո առջև, իր սրտի մեջ հպարտացավ եւ այդ հպարտությանը պատճառ դարձավ, որպեսզի ինքը կործանվի, այո, Աստված իր ներկայությունից վռնդեց նրան եւ նա էլ դարձավ այս օդի իշխանության իշխանը ներկայիս աշխարհի մեջ գործում է եւ այդ հպարտությունը սրսկում ներարկում է մարդկանց մեջ, որ մարդիկ իրենց կյանքի օրերը հպարտությամբ, պարծանքով, վեհանձնությամբ ապրեն, բայց դրա վերջավորությունը ցավոք սրտի մի սխալ տեղ է տանում։ Վայ եղբայր, ինչը որքան պետք էր, կարծում եմ հպարտության մասին խոսեցինք։ Այո, ցավը կարծեմ մատնանշեցինք։ Հիմա նրա դարմանի մասին խոսենք։ Դարմանը հպարտության, անշուշտ մենք մեր լեզվի մեջ, հայերեն գեղեցիկ ոսկեղնիկ մեր լեզվի մեջ ունենք, շատ պարզ է, խոնարհությունն է, եւ ես սիրում եմ հեզություն բառը։ Հեզությունն էլ, այո, մի հոմանիշներից է։ Այո։ Աստծո խոսքը ասում է, թե թեև Աստված հպարտներին հակառակ է կենում, բայց այդտեղ չի վերջանում համարը։ Եվ փառք եմ տալիս Տիրոջը, որ համարն այդտեղ չի վերջանում, ասում է, թե թեև Աստված հպարտներին հակառակ է կանգնում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Ուրեմն Աստված ինչ է նշանակում շնորհք տալ, պարգևում է, շնորհում է, առավելություններ է տալիս, արժանինքների տեր է դարձնում եւ նրանց իսկապես արժանավորում է իրենց եղած դիրքի մեջ, պաշտոնի մեջ, ունեցվածքի մեջ, ընտանեկան մարզերի մեջ, ինչ որ է այդ առավելությունները։ Ուրեմն այդ է նշանակությունը, երբ մենք հեզ ենք մնում, երբ մնում ենք խոնարհ, Տերոջը ձեռքի տակ խոնարհված, ցածրամիտ, ոչ թե բարձրամիտ,
Տերը ժամանակին խոնարհներին բարձրացնում է։ Աշխարհի մեջ տարբեր սկզբունք է գործում։ Այո, Որտեւ եթե մեկ այս կյանքի մեջ խոնար է, հեզ է, ուրիշ պիտակներ են կպցնում։ Այո։ Որ այս կյանքից չի հասկանում, կյանքից հետ է մնացել, մնացել, այո։ ինքը չի հասկանում կյանքի արժեքը, որ պիտի այնպես անես, որ մարդիկ քո ետևից գան, Վազեն։ քո առջևդ խոնարհվեն։ Սակայն խոնարհությունը այս աշխարհի մեջ որպես որակ չի ընդունվում։ Համարում են թուլության միջոց։ Խոնարհությունը միշտ խորհրդանշում է թույլ է, տկար է, դրա համար էլ խոնար է։ Սակայն Աստված վկայում է, որ զորավոր են բոլոր նրանք, ովքեր որ իրենց Տիրոջ առջև խոնարհվում են եւ խոստովանում են, որ իրենք մեղավոր են եւ հասկանում են, որ իրենք փրկչի պետքություն ունեն։ այո։ Ավելի մեծ զորություն եւ ուժ է պահանջում խոնարհ լինել, քան թե հպարտ լինել, որովհետեւ հպարտ լինելը բնական է գալիս եւ շատ ինքնանվաճման պետք չկա։ Դու ինքսինքդ եթե բաց թողնես, բնականաբար կհպարտանաս։ Այո։ Բայց այն ազնվահոգի անձն է, այն բյուրեղացած անձը Տերոջի շնորհքով Այո։ զորություն ունեցածն է, որ Տերոջը զորությունով զորացված, Սուրբ Հոգից մղված, նրա զորությունով առաջնորդված անձն է, որ կարողանում է իր մարդկային բնությունը հպատակեցնել։ Ինչպես Պողոս Արաքյալն ասում է, որ ես ինչ եմ անում իմ մարմինս, նվաճում եմ, այո։ այսինքն հպատակում եմ, ճնշում եմ, դնում եմ Տիրոջը առաջնորդության տակ եւ դա պահանջում է մեծ զորություն։ Այո։ Ուրեմն խոնարհությունը ոտի տակի գորգ լինել չի նշանակում։ Խոնարհությունը ճանաչել մեր հարմար եւ պատշաճ տեղը եւ դիրքը համեմատաբար Աստծուն եւ մեր եւ այդպիսով երբ մենք Տերոջ առջև ընդունում ենք դա Տերը մեզի ավելի եւ առավել մեզ բարձրացնում։ Այո, եղբայր ասածներդ նոր լույս սփռեց այս մեր խոսակցության վրա, այն իմաստով, որ կարող ենք ասել հետեւյալը նաեւ, աշխարհի մեջ մարդիկ կան, որ իրենց բնավորությամբ հեզ եւ խոնար են։ Այո։ Սակայն դա չէ, որ Աստված արժևորում է։ Այո։ Բանալին գտնենք այստեղ։ Գաղատացիս 5-րդ գլխի 22-րդ համարը գերազանց մի համար է, որ բնորոշում է հոգիի ինչը պտուղը։ Այո։ Այն իր մեջ ներառում է, ուշադրությամբ լսեք, սեր, խնդություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, Այո։ ժուշկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Այո։ Հեզություն եւ խոնարհություն, ասացինք, Այո, որ սրանք հոմանիշներ են։ այո։ Հետևաբար, սա Սուրբ Հոգի պտուղն է։ Այո։ Այո։ Երբ որ մենք Աստծուն մեր կյանքերի մեջ ընդունում ենք, Աստված մեզ շնորհում է Սուրբ Հոգին, հետևաբար այս որակները մեր մեջ տեղ են գտնում։ Այո։ Եվ եթե Աստծո ուզածի պես եղած հեզությունը մեր կյանքերի մեջ երևում է, Աստծո ուզածը դա է։ Անշուշտ, Աստված իր Սուրբ Հոգիով, երբ մենք դառնում ենք Տիրոջը, Աստված մեր մեջ է ընդունում իր Սուրբ Հոգին։ Եվ Սուրբ Հոգին իր ազդեցությունն է թողնում, իր պտուղն է տալիս, Սուրբ Հոգու կյանքը, Աստծո այդ առաջացրած այդ նորածին կյանքը սկսում է աճել ճիշտ ծառի նման։ Եվ սկսում է իր պտուղը տալ, որից դուք ինչպես գեղեցկորեն բացատրեցիք, հեզությունը այդ պտղի մի երևույթն է, որ մարդուս կյանքի մեջ սկսում է Երևան գալ։ Հոգ չէ թե այդ մարդը ինչ տեսակի դիրքի, ինչ տեսակի անվանի ուսումնական, դաստիարակչական, ընտանեկան եւ այլն պաշտոնների հասած լինի, եւ ճանաչում ենք այնպիսի անձնավորություններ, որ որքան ավելի խորանում են Աստծո գիտելիքների մեջ, որքան ավելի մեծահամբավ դիրքեր ու պաշտոններ ու ուսումնական տիտղոսներ են ստանում, այնքան ավելի խոնարհվում են, այնքան ավելի կակուղանում են։ Գիտեք, ոսկին որքան ավելի զտես, այնքան ավելի կկակուղանա։ Եվ ազնիվ կդառնա։ Եվ իր թափած գաղապարի մեջ կսկսի գաղապարի ձևն առնել։ Դա ոսկու արժեքը չի իջեցնում։ Ընդհակառակը ոսկու արժեքը ավելի է, 24-ը շատ ավելի արժեքավոր է, քան թե 8-ը։ Այո։ Ուրեմն
խառնուրդներն են, որ մեզի հպարտացնում են, պնդացնում են, հաստավիզ են սարքում, կամակոր են դարձնում։ Դա մարդկային մեղանչական բնությունն է, բայց ազնվահոգի անձը, Աստծո հոգուց կառավարվածը, Աստծո հպատակության եւ նրա առաջնորդության տակ եղած անձը, շատ կակուղ է նա, շատ խոնար։ Որքան որ իմանանք Աստծո մասին, Քրիստոսի անձը ճանաչենք, այնքան պիտի խոնարհենք։ Որտեվ սկզբունքը հետևյալն է, որքան որ Աստծո մեծությունն ես տեսնում, այնքան քո ոչնչությունն ես տեսնում իր առջև։ Հաճախ որ խոսում ենք, ասում են, դուք ինչ է, մարդու արժեքը ընդհանրապես գետնին եք տալիս, ցեխին եք հավասարացնում։ Նախ մենք չենք անում այդ բանը, Աստված ինքն է հռչակում, Այո։ որ մարդը այդպիսին է իր առջև։ Մենք ոչ թե մարդկանց առջև ենք սա ներկայացնում, այլ մարդը Աստծո առջև։ Ով ես դու, ով մարդ, որ քո ստեղծիչի դեմ հպարտանաս, պարծենաս։ Մենք պիտի խոնարհենք, մենք պիտի հեզ գտնվենք Տիրոջ առջև, որովհետև իր ձեռքերի գործն ենք, մեր շունչը իր ձեռքերի մեջ է։ Մեր իսկ կյանքը։ Այո։ Աստծո խոսքը բոլորիս խորհուրդ է տալիս եւ իրականության մեջ հրահանգում է մեզ, որ Փիլիպեցված մեջ երկրորդ գլուխը, որովե բան գրգռությունով կամ սնապարծությունով մի անեք, ապա սա տեղն է, խոնարհությունով իրարու ձեր անձիցը լավ սեպեցեք։ Աշխարհը սրան չի հառաջացնում, չի հրում այս գաղափարը։ Ճիշտ հակառակը կա, ռևերսը։ Ճիշտ հակառակն է։ Ինչու՞, որտեվ աշխարհը հակա աստվածային է, հակա բարոյական է, հակա ազնվական է։ Նա սատանայական է, նա դիվային է, նա չար է, նա մեղսապնույթ է։ Իսկ Աստծո խոսքը մեզ ասում է, թե իրար անձից լավ սեպենք։ Ես քեզ լավ սեպելու համար հավելյալ ուժ պետք է վատնեմ, պետք է նվաճեմ իմ մեղանչապնույթ եւ բնական միտումներիս, հակումներիս, որպեսզի կարողանամ ազնվանալ եւ այդ ազնվության տակ կարողանալ քեզ ինձնից ավելի լավ սեպել։ Սա շատ սերտ կապ ունի գիտակցական վիճակի հետ։ Գիտակցաբար, ինչի համար։ Եվ այս գիտակցությունը բնազդային գիտակցություն չէ, շատ հստակ եմ ուզում խոսել, որ Աստված է անում այդ հեղափոխությունը մեր կյանքի մեջ։ Երբ մենք գալիս ենք Տիրոջ եւ խոնարհվում ենք նրա առջեւ եւ ասում ենք, ով Տեր, ես մեղանչապնույթ անձ եմ, պետք ունեմ քո հրաշքիդ իմ կյանքիս մեջ, դե հենց դա որ հրաշք է։ Գեղեցկությունը փրկության այդտեղ է, որ մեղքի հակում եւ միտում ունեցող անձին Աստված առնում է եւ նրան հրաշալի կերպով փոխում է, կարող դարձնելով Սուրբ Հոգի պտուղը, որից մեկը խոնարհությունն է, հարաճանալ մեր կյանքի մեջ։ Սա հրաշալի հրաշք է, եղբայր։ Այո։ Ուրեմն խոնարհության մեծագույն օրինակը մեր Տերն է, Տեր Հիսուս Քրիստոս։ Ինքը Աստված լինելով իր երկնքի փառքը թողեց, մարդացավ, մարմնացավ, աշխարհ եկավ մի հատուկ եւ մի սքանչելի առաքելության համար, փրկության համար ինքը ծառայի կերպարանք առավ։ Նա որ աշխարհի սկզբից առաջ, երբ որ աշխարհի հիմերը չէր դրված, հոր մոտ ճարտարապետ էր, ինքն է ամեն բանի Տերը, ինքը ծառայի կերպարանքով աշխարհ եկավ։ Խոնարհության այնպիսի դաս տվեց, անգամ այդ խոնարհության հետ համեմատությունը շատ սխալ պիտի լինի, սակայն մեզ համար իբրև օրինակ միշտ մեր աչքի առջև Մեր առաջնորդն է նույնիսկ խոնարհության եւ ինչ է ասում Աստծո խոսքը Փիլիպեցիս 2-րդ գլխի մեջ։ Ասում է. «Ձեզանից ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանքը ունենալով, սա ոչ թե արտաքին կերպարանքն էր, բնագիրը nature, այսինքն ներքին էություն ունենալով, հափշտակություն չսեպեց Աստծուն հավասար լինել»։ Տես ինքը Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի հավասար են իբրև Աստված, մեկ են Աստվածության մեջ, բայց փրկության համար, պաշտոնի գործի համար ինքը հափշտակություն չսեպեց հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց ծառայի կերպարանք առնելով։ Պատկերացնում ես, վայ եղբայր, Աստված իր անձ ունայնացնի, որ ծառա լինի։ Մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով, ինքը իրեն խոնարհեցնեց,
Միջև իսկ մեռնելու հոժարեցավ ու այն էլ խաչի մանվամբ, օրհնյալ ես Տեր Հիսուս։ Այսինչ սկանչելի գործ կատարեցիր եւ ինչ միջոցով։ Եվ այն սարսափելի փորձություններից, որ անցավ, այդ ծեծ ու անարգանքը, փշեպսակը, իր երեսին թքելը արհամարեց, իր առջև ուրախություն կար, մարդ արարածին պիտի փրկի։ Եվ շատ հետաքրքրական է կարծես թե աստվածային մեր ժամանակը, որ հիմա այս նյութով ենք զբաղվում, մանավանդ այս օրերից, երբ մտնում ենք ծննդյան տոնի, տոնակատարության, հիմա առջևս լույս բացվեց, որ Տերը ամբողջ երկրի բոլոր իրականության ստեղծագործը, արարիչը, ճարտարապետը, աշխարհ կար իր ստեղծած մանրիկ աշխարհի մեջ, այն էլ որպես մի մանուկ, այն էլ որպես մի ախորի մեջ դրված, մսուրի մեջ ծնված մանուկ, որ գյուղի մեջ աշխարհի մեջ սա խոնարհության իսկական մարմնացումն է, որ ինչ աստվածային ուժ է պահանջում, որ մեկը աստված լինելով իր աստվածությունը հափշտակություն չսեպեր, այլ փոքրիկ մանուկի պես աշխարհ կար։ Հիմա Տեր Հիսուս կատարեց այդ ամենը։ Հայր ինչ դիրք գրավեց նրա հանդեպ։ Շարունակություն հետևյալն է ասում. Սրա համար Աստված էլ նրան խիստ բարձրացրեց եւ նրան անուն տվեց, որ ամեն անունից վեր է։ Ո՞րն է այդ անունը։ Տեր Տերած։ Եվ այսօր եթե մեկը իր վրա Տեր անուն վերցնի, Հիսուսի փառքն է գողանում։ Այո։ Տեր Տերած ինքն է միայն այդ անվան արժանի։ Աստված այնպիսի անուն տվեց, որ ամեն անունից վեր է, որպեսզի Հիսուսի անունին ծունկ ծռեն երկրավորները ու սանդարամետականները։ Ամեն լեզու դավանի թե Հիսուս Քրիստոս Տեր է, Հոր Աստծո փառքի համար։ Հալելույա ամեն։ Օրհնյալ է Տերը։ Ուրեմն Աստված այդ խիստ խոնարհացման համար էլ իր որդուն այնպիսի անուն տվեց, այնպիսի փառքի արժանացրեց, եւ Տեր Հիսուս ասաց. «Հայր, փառավորի ինձ այն փառքով, որ աշխարհի սկզբից առաջ ունեի»։ Եվ Հայր ասաց. «Փառավորեցի ու նորից պիտի փառավորեմ, որովհետեւ ինքն է միայն արժանի այդ փառքին»։ Շատ ճիշտ է։ Տեր Հիսուս մեր հոգևոր կյանքի եւ կենցաղավարության օրինակն է, մեր առաջնորդն է, դրա համար է մեր առաջնորդը, դրա համար է մեր փրկիչը։ Եթե Տեր Հիսուս ինքն իրեն չխոնարեցներ եւ աշխարհ չկար, անհնար պիտի լիներ մեզ նախ փրկվել, ուր մնաց մեր կորոզությունից ազատվել։ Մենք մեր մեղքերի մեջ Աստծո խոսքն ասում է թե ինչ էինք, մեռած էինք։ Դրա համար Հիսուս եկավ մեղավորը փնտրի եւ փրկի։ Ինչից փրկի։ Մեղքից փրկի, գոռոզությունից փրկի, սնապարծությունից փրկի, մեղքի պատիժից փրկի եւ ուզում եմ իմ ձայնս միացնել ձեզ եւ մեր սիրելի հերոստատիտողներին ասպարեզ կարդալ, որ մենք չգոռոզանանք, չհպարտանանք մեր նվաճումներով, մեր ունեցվածքով, եթե ունես, եթե գեղեցիկ ես, եթե ուսյալ ես, եթե շատ առաքինությունների եւ արժեքների տեր ես, սրանք բոլորը ստանաս Աստծուց, ճանաչես քո Տիրոջդ, որից է գալիս ամեն իմաստություն, եւ Աստծո խոսքն ասում է թե Աստված ճանաչելը իմաստությանը սկիզբն է, եւ երբ դու ճանաչես թե աղբյուրը քո վայելած առավելությունների ուր է, այն ժամանակ քեզ խոնարհել է բարդ ընկնել այդ Աստծո առջև եւ շնորհակալության հոգիով գոհությամբ մեկտեղ պաշտել նրան։ Երբ խոնարհվես, ինչպես Տերը մեր առջև օրինակ ունենք, Աստված քեզ ավելի պիտի բարձրացնի, ավելի պիտի գործածի, ավելի քեզ պիտի շնորհք տա, որպեսզի կարողանաս քո ունեցվածքդ, առավելություններդ իսպաս տնես Աստծո փառքի համար։ Այո։ Հաճախ երբ որ Տեր Հիսուսի օրինակը բերում ենք, ոմանք ասում են, գիտեք, Հիսուս թե Աստված էր, հիմա իր օրինակը բերում ենք, մեզ համար այնքան էլ հարմար չէ, որովհետև մենք չենք կարող իրեն հետևել։ Բայց Աստծո խոսքի մեջ կան շատ օրինակներ։ Նախ Հիսուս մեր առջև իբրև մեր առաջնորդը եւ կատարողը հավատքի պիտի դիտենք։ Նաեւ հավատքի հերոսները իրենց օրինակը թողեցին, որպեսզի մենք տեսնենք, որ այո, կարելի է նաեւ այդպես վարվել։ Մովսեսի մասին գրված է, որ երկրի վրա ապրած մարդկանցից ամենահեզը եղավ։
մեղանչական բնություն ունեցող մարդկանցից ամենահեզը եղավ։ Հակառակ նրան, որ Աստված Մովսեսին վստահեց իր ժողովուրդը Եգիպտոսի գերությունից հանելու։ Նրան վստահեց, որ տասնաբանյա օրենքը նրա ձեռքով տրվի։ Անապատի այդ ամբողջ 40 տարվա շրջանը եւ իբրև մեծ մարգարե ինքը ճանաչվեց ու միջև օրս Սուրբ գրքի մեջ հատուկ տեղ է գրավում որպես հավատքի մի հերոս։ Եվ Աստված, այո, իր կյանքը լեցնեց օրհնություններով եւ պայծառակերպության լեռան վրա Տեր Հիսուսի հետ հայտնվեցին երկու անձնավորություններ, դրանցից մեկը Մովսեսն էր։ Այո, Աստված խոնարհներին շնորհ կտա, Աստված նրա սիրտը գիտեր, նրա հեզությունը, խոնարհությունը գիտեր, դրա համար նրան վստահեց այդ բաների մեջ։ Հաճախ խոնարհությունը միայն վերագրում է այն մարդկանց, ովքեր արտաքինից խոնարհ են։ Եթե բնավորության մի քիչ անհանգիստ ես, այդ ասենք այդ մագդիրը քեզ չեն կարող տալ, որ խոնարհ ես, սակայն խիստ հակառակը կարող է պատահել։ Մեկը կարող է արտաքինից շատ խոնարհ երևալ, բայց ներսի իր սրտի մեջ հպարտություն ունենա, եւ հակառակը կարող է լինել։ Աստված սրտերը ճանաչում է։ Դրա համար մենք ոչ թե երևցած դատենք, այլ թող որ Աստված դատի առաջնահերթ, բայց ասենք հետևյալը, Աստծո խոսքը ասում է. ամենակալ Տեր Աստծո ձեռքի տակ խոնարհեցեք եւ Աստված ժամանակին ձեզ պիտի բարձրացնի։ Այո, ճիշտ է։ Խոնարհության գաղտնիքը Տիրոջը առջև կանգնելն է։ Ամեն։ Եվ եթե մենք այդ գիտակցությամբ կանգնենք Աստծո առջև, որ նա ճանաչում է մեզ, նա գիտի մեր սրտերը, նա գիտի մեր սրտի մեջ եղած անցուդարձները, մեր խորհուրդները, Աստված ասում է թե բարձրամիտը հերույթ ճանաչում է։ Այո։ Բայց Աստված ճանաչում է բոլորին։ Ուրեմն, եթե մենք կանգնենք Տիրոջ առջև եւ խոնարհվենք նրա առաջին, իմանալով, որ եթե կարելի է ես մի բան պահեցի ուրիշի աչքի առաջից եւ նրանց աչքի առաջին երևեցի շատ խոնարհ, շատ հեզ, բայց սրտից մեջ հպարտացա իմ խոնարհությանպես։ Գիտեք, կարելի է հպարտանալ խոնարհության վրա։ Այո։ Եվ այդպիսի հպարտությունը Աստծո աչքի առաջին շատ պարզ է։ Նա տեսնում է, երիկամուկներ սրտեր քննող Աստված։ Ամեն։ Ուրեմն մեզ կմնա Տիրոջը առաջին իսկապես սրտի խոնարհությամբ կանգնել։ Եվ այնտեղ իսկապես բացվել, եւ եթե կա հպարտություն, կա մի տեղ, որ մենք հպարտացանք, մենք մեր վրա, մեր սրտին ապավինեցինք, խոստովանել, ով Տեր գիտես, ես այստեղ ապավինեցի իմ ուժերից։ Աստծո խոսքն ասում է, որ մենք մեր սրտին չպիտի ապավինենք, մենք մեր ճանապարհներին չպիտի ապավինենք, մենք պիտի մեր ապավենը եւ հույսը եւ վստահությունը դնենք Տիրոջը վրա, որպեսզի նա մեզ առաջնորդի, նա մեր ճանապարհները բացի։ Սա խոնարհություն պետք է։ Եթե մի անձ ունի մի քանի տիտղոսներ եւ կարող է շատ լավ բիզնեսներ դարձնել, արդյոք այս անձին որքան խոնարհություն է պարտ գալ աղոթել ով Տեր, այսպես անեմ թե չանեմ։ Ով Տեր, ինչ ես ասում, այս ճանապարհը ընտրեմ կամ չընտրեմ։ Այս ընտրությունը առնեմ կամ չառնեմ, սա խոնարհություն է պահանջում։ Եվ խոնարհությունը գալիս է անձից։ Մենք սովորում ենք Աստծո խոսքից խոնարհության մասին, տեսնում ենք հերոսներ Աստծո խոսքի մեջ խոնարհված, ունենք մեր Տերը Հիսուսը մեր առջև որպես խոնարհության մարմնացումը, բայց սա բոլորը անօգուտ կլինի, եթե մենք մեր սրտում չխոնարհվենք Աստծո առաջ։ Այո։ Աստված վկայում է, որ մարդու սիրտը ամեն բանից խիստ չար ու խաբեբայ է։ Այն պետքություն ունի փոխվելու։ Մարդու սիրտը Աստված նկարագրում է իբրև քար սիրտ։ Ասում է, որ այդ սրտերը պետք է որ ջարդվեն։ Հենց այդ խոնարհությունն է, որ այդ սիրտը այդ հպարտությունն է, որ այդ սիրտը դարձրել է քար։ Այն պետք է խոնարհի, այն պետք է ջարդվի։ Աստված չի ասում, որ մարդու առջև, նախ իր առջև։ Առաջի քայլը սա է, որ մենք
ճանաչենք, որ մենք ստեղծիչ ունենք, մենք հենց այնպես այս աշխարհը չեկանք, աննպատակ կյանքի չենք եկած, որ այստեղից էլ մեռնելով ոչնչանանք գնանք։ Աստված ամեն մեկիս համար հատուկ ծրագիր ունի։ Աստված իր ստեղծածների վրա գութ ունի, ամեն մեկին սիրում է, եւ ինչպես Պետրոս առաքյալը գրում է, չի ուզում, որ որևէ մեկը կորսվի, այլ որ բոլորը ապաշխարեն եւ հավիտենական կյանք ունենան։ Աստված ուզում է մեր հետ ապրի, գա մեր սրտերի մեջ, եթե մեր սրտի դուռը բանանք, եթե այդ խոնարհությունը ցույց տանք, եթե հենց գտնվենք, հրավիրենք, ինքը սիրով պիտի գա եւ հայրը եւ որդին Սուրբ Հոգիի միջոցով մեր մեջ բնակություն պիտի հաստատեն։ Իրենք է որ այդ խոնարհության գործը մեր մեջ պիտի անեն։ Սուրբ Հոգին եկավ, որպեսզի մեր կյանքերը, այսպես ասած, տակնու վրա անի։ Այն, որ ադամական բնությամբ ապրում ենք, մեր սրտի ու մտքի ցանկությամբ քայլում ենք եւ որևէ մեկին հաշվետու չենք, Աստված ուզում է, որ մենք հասկանանք, որ մեր ստեղծիչի առջև մենք հաշվետու ենք։ Մի օր կա, որ աշխարհի բոլոր ստեղծվածները պիտի Տիրոջ առջև կանգնեն եւ ամեն մեկը պատասխան պիտի տա իր ապրած կյանքի համար։ Մի քարոզիչ այսպես էր քարոզում ասելով, որ երկու տեղեր կա, որտեղ Տեր Հիսուսին ճանաչում են, խոնարհված են նրան առջև եւ երկրպագում են։ Մեկը երկնքում եւ հավատքով ննջածները երկնքի մեջ են ու նրանք խոնարեցին այս երկրի մեջ, այս կյանքի մեջ, ժամանակից առաջ եւ Տիրոջ ներկայության մեջ պիտի լինեն հավիտյանս հավիտենից։ Մյուս խումբը դժոխքի մեջ եղողներն են, որ այս կյանքի մեջ հպարտությամբ, իր անձի ցանկությամբ ապրեց, սակայն դատապարտության մեջ ինքը հասկացավ եւ այն օրը, երբ որ կանգնի ճերմակատորի առջև, ծնկի պիտի գա եւ պիտի դավանի Տեր Հիսուս, դու ես տերերի Տերը եւ թագավորների թագավորը, բայց արդեն ուշ պիտի։ Անօգուտ է դա, այո, դժբախտաբար։ Գիտեք, Տերը մեզի շատ հստակ պատմությամբ ասաց, որ այդ հարուստ մարդը, որ շատ բերք ունեցավ, եւ ինքը իր ուժի եւ մկանի վրա ասաց, որ օ, այս բոլորը տես ունեցա, հիմա գնամ շտեմարաններս քանդեմ, ավելի լայնացնեմ եւ այլն։ Ասում է թե իրեն այդ գիշեր խոսեց, ասաց թե ինչ, հիմար։ Այո, այսօր եթե քո հոգիդ քեզնից պահանջվի, ինչ ես անելու այս բոլորը։ Հպարտությունը հիմարություն է։ Այո։ Հպարտությունը հոգիի խապկանք է։ Սատանայի ամենամեծ գործիքն է, որ գործ է ածում, հնարք է, որպեսզի մարդկանց ժամանակից հետաձգի իրենց Աստծո առջև խոնարելուց հետ պահի եւ մի օր աչքերը դժոխքի մեջ բանալով այն ժամանակ հավատքի գալը օգուտ չունի, այն ժամանակ հասկանալ, ճանաչել, իրավ է ասելը օգուտ չունի, հիմա է փրկության ժամանակը։ Տեր Խոսքն ասում է, եթե դուք լսում եք Աստծո ձայնը, ձեր պարանոցները մի խստացնեք, մի վիզդ պնդացնել Աստծո առջև ասել, որ ես եմ, իմ բազուկս է, այս կյանքն է եւ ուրիշ ոչինչ, այլ Աստծո Խոսքը մեզ հրավիրում է խոնարհվել Աստծո աչքի առջև, նրա ոտների առջև խոստովանել մեր մեղքերը եւ Աստծո Խոսքը մեզ վստահեցնում է, թե նրանք, որոնք խոստովանում են իրենց մեղքերը, Տեր Հիսուսի արինով նրանք կարողանում են սրբվել եւ սրբվում են իրենց բոլոր անիրավություններից ձերբազատվում են եւ դառնում են Աստծո զավակներ։ Ամեն։ Օրհնյալ է Տիրոջ խոսքը, միայն այս խոսքի միջոցով է, որ Աստծո ճշմարտությունները մենք հասկանում ենք, մենք էլ պիտի խոստովանենք, որ նախքան Տեր Հիսուսին Տեր եւ Փրկիչ ունենալը, մենք էլ մեր մտքի ճամփաներով ենք քայլում, մեր մեջ էլ համակ հպարտություն կար, անգամ թաքնված, երևելի հպարտություններ, բայց սիրելիներ, Աստված կարող է ամեն մեկին խոնարհեցնել։ Եվ Աստված պատրաստ է, եւ Աստծո առջև խոնարհելը ոչ թե ցածրություն է, սա զորություն է, բարձրություն է, որովհետեւ այդ բանի մղիչ ուժը Սուրբ Հոգին է, նա է որ քո մեջդ այդ համոզումը բերում է, որ դու ով մարդ արարած Աստծո ձեռքերի գործն ես, դու հողից սարքվեցիր, Աստված քեզ արժեք տվեց, բայց դու պետք է փառք ու պատիվը եւ զորությունն ու կարողությունը ամենակալ Տեր Աստծուն տաս։ Ամեն։ Ցավոք սրտի ժամանակը մոտեցավ ավարտին, Հակոբ եղբայրը արդեն ցույց է տալիս, որ 1-2 րոպե ունենք, ընդամենը։
Ուրեմն հնարավորություն ունենք աղոթքի, Այո։ թող Տերը շնորհք տա, մեզ բոլորիս շնորհք տա, որ ամենատեն խոնարհ լինենք, ոչ թե այս պահի մեջ, ոչ թե միայն այսօր, ամենատեն մեր կյանքի բոլոր ժամանակների մեջ։ Եվ Աստված ասում է, ես պիտի բարձրացնեմ խոնարհներին։ Այո։ Թող Տերը այսօր շնորհք տա մեր սիրելի հեռուստադիտողներին, ամեն մեկին, որ մեր խոսածների վրայով իրենք էլ մտածեն եւ իրենք էլ ծնկի գան Տիրոջ առջև եւ խոստովանեն, որ մեղավոր են։ Կարելի է որ մենք խոսում ենք եւ մեր հերոստատիտորներից կան ոմանք, որ այս պահին զգում են, որ իսկապես ես շատ արժեքների տեր եմ դարձել, բայց երբեք չեմ արժեքավորել Աստծուց։ Եվ պետք ունեմ իսկապես խոնարհվելու Աստծո առջևը, նախ գոհություն մատուցանելու եւ ապա խոստովանել, որ ես կան ժամանակներ, արիտներ, որ եղել եմ հպարտ, անձնահավան եւ աչքերս դարձել եմ իմ վրաս։ Եթե այդպես է քո վիճակը ցրելի հոգի, ձեզ առաջնորդում ենք, որ դուք Տիրոջ առջև խոնարհ եք։ Ես պիտի աղոթեմ եւ հոգիս մեջ զգում եմ, թե կարելի է կան, ոմանք կարող են միացնել իրենց աղոթքը մեր աղոթքին եւ աղոթքս այն է, որ Տերը ձեր աղոթքները լսի եւ ձեզ առաջնորդի ավելի խոնարհ գտնվելու իր շնորհքի մեջ։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, քեզի փառք ենք տալիս, որ դու խոնարհության մարմնացումը կատարեցիր որդի Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ առաջնորդ եղար այս կետի մեջ եւս։ Տեր, ներողամիտ եղիր մեզ, եթե մենք որպես մարդ արարած գլուխ բարձրացրեցինք եւ մեր աչքերը դիտեցին մենք մեզ, մեր նվաճումները, մեր առաքինությունները եւ կարծեցինք, որ դրանք բոլորը մեր շնորհիվ էին։ Բայց ով Տեր, հիմա քո մեծ սուրբ ներկայության առաջին խոնարհվում ենք, ծունկ ենք կրկնում սրտով եւ գալիս ենք խոստովանելու, որ դու ես բոլոր բարիած աղբյուրը։ Դու ես ով Տեր արարիչը, դու ես Աստվածը, ակն ու աղբյուրը կյանքի, բարության, իսկ մեր շնչի, ուրեմն Տեր, խնդրում եմ, որ ներես մեզի խոնարհության հոգիով ավելի լեցնես, Սուրբ Հոգի Աստված, դու գաս եւ բնակվես մեր մեջ, որպեսզի մենք կարողանանք ունենալ այն պտուղը, որ քու խոստումը է։ Տեր, շնորհակալ ենք, որ Տեր Հիսուսի միջոցով մենք կարող ենք փրկվել։ Շնորհակալ ենք, որ դու հոժարեցիր, որ մանուկի պես ծնվես, խաչի վրա մեռնես, չարչարվես, խոնարհությամբ, Տեր, մեր քավությունը դու պատրաստես։ Ուստի ով Տեր, խոստովանում ենք, որ մենք մեղավորներս պետք ունենք այդ փրկության եւ ընդունում ենք քեզ որպես մեր Տերը եւ մեր Փրկիչը։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Սերներ, թող Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ լինի։ Ամեն։ Ամեն։ Տերորդն եղբայր։ Ձեզ